Ջերմուկում շախմատը բառի ուղիղ ու փոխաբերական իմաստով շունչ է ստացել, կենթանացել։ Մնջախաղի թատրոնի այս ինքնատիպ բեմադրությամբ է ազդարարվում Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի այս տարվա բացումը։ Հայաստանի առողջարանային քաղաքում մեկնարկեց FIDE-ի 17-րդ կարգի շախմատի միջազգային մրցաշարը։ Հեղինակավոր մրցմանը մասնակցելու համար ջերմուկ են եկել աշխարհի առաջատար 10 գրոսմայստերներ։ Ամեն ինչ սկսվեց 2 տասնամյակ առաջ Ստեփան Ավագյանի մեծ տեսլականից։ Նա հավատում էր, որ իր հարազատ քաղաքը կարող է դառնալ միջազգային սպորտային կենտրոն։ Այդ նպատակն իրականություն դարձնելու գործում մեծ էր Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանի դերը։ Շատ ուրախ եմ, որ Ջերմուկ քաղաքը իրականում դառնում է աշխարհում ճանաչվող շախմատային քաղաք։ Դա մեծ տոն է մեր հայկական շախմատի համար եւ մեծ տոն է, կարծում եմ, համայնքի եւ առանձնապես Ջերմուկ քաղաքի, որ այդպիսի ճանաչված մեծ ներկայացուցիչներ ներկայ են լինում եւ հնարավորություն է լինում մի նոր պայքարել Ջերմուկ քաղաքում, ծանոթանալ Ջերմուկ գեղեցիկ քաղաքին եւ ինչ-որ հայկական մշակույթին։ 2005-ին Ջերմուկում անցկացվեց միջազգային մանկապատանեկան առաջնություն։ 2014-ին, երբ կյանքից հեռացավ Ստեփան Ավագյանը, այն դարձավ հուշամրցաշար, որպես հարգանքի տուրք կրելով նրա անունը, ով իր կյանքն ու էներգիան նվիրեց հայրենի քաղաքի զարգացմանը։ Իսկ 2020-ին համավարակից սահմանափակումները նոր ձևաչափի հիմք դարձան։ Ծնվեց Ստեփան Ավագյանի անվան միջազգային գիգանտների մրցաշարը։ Տարեկան անցկացվում է 2 մրցաշար, մեկը մանկապատանեկան, որը այս տարի ունեցել է մինչև 500 մասնակից, եւ երկրորդը միջազգային նման ֆորմատի շատ ուժեղ մրցաշար, որը որ արդեն շախմատային օրացույցում համարվում է լավագույններից մեկը աշխարհում։ Միջազգային մրցաշարին մասնակցում են մինչև 30 տարեկան աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները։ Աշխարհագրությունը տարեստարի ընդլայնվում է, թեև ուժեղագույնների կազմը հաճախ կրկնվում է, սակայն Ջերմուկը հյուրընկալում է նաև նոր տաղանդների։ Այդ բարձր նշաձողը ապահովում է թեժ պայքար եւ մեծ հետաքրքրություն միջազգային հարթակներում։ Անցյալ տարի, երբ որ մենք անցկացնում ենք, ամեն օր 30,000 մարդ հետևում էր այս մրցաշարին ամբողջ աշխարհի։ Ճանաչում են Ջերմուկը, մենք փորձում ենք ներկայացնել Ջերմուկի գեղեցիկ տեսարժարերը, ընդհանրապես այն ինչ որ ունի Ջերմուկ քաղաքը։ Այս տարի նույնպես շատ ուժեղ կազմ է հավաքվել։ Սա շատ կարևոր մրցաշար է բոլոր շախմատիստների համար, խաղալու իրար հետ, կարելի ասել փորձով կիսվելով նաև։ Այս մասշտաբի միջազգային միջոցառումը թիմային աշխատանքի արդյունք է, որտեղ իրենց ներդրումն ունեն քաղաքի զարգացմամբ ու շախմատով ապրող նվիրյալները։ Հայաստանի շախմատի ակադեմիան, Ջերմուկ աշխարհ առողջարանային համալիրը եւ Լիդիան Արմենիա ընկերությունը։ Քանի որ Լիդիան Արմենիան նպաստում է շրջակա համայնքների կրթությանը եւ սպորտի զարգացմանը, սա նաեւ մեկ առիթ էր համագործակցելու շախմատի աշխարհում շատ կարեւոր մի միջոցառմանը։ Մասնավոր հատվածի եւ կազմակերպիչների համագործակցությունը նոր ավելի մեծ հնարավորություններ է բացում մրցաշարի ընդլայնման, ինչպես նաեւ Ջերմուկի տնտեսական ու մշակութային կյանքի աշխուժացման համար։ Սա անգնահատելի հնարավորություն է նաեւ հայ շախմատիստների համար, որոնք սեփական հարկի տակ ուժերն են չափում աշխարհի հզորագույնների հետ։ Գլխավոր մրցաշարին զուգահեռ այս օրերին Ջերմուկում անցկացվում են նաեւ տեղական նշանակության առաջնություններ։ Շախմատը իր կարևոր դեր ունի երևի թե այս տարածաշրջանում, այդ իսկ պատճառով մենք նաև Ստեփան Ավագյան միջազգային մրցաշարի շրջանակներում հունիսի 1-ին Ամուրցարի շրջակա համայնքների երեխաների մրցաշար ենք անցկացնելու այստեղ, նաև Լիդիան Արմենիայի աշխատողների մրցում ենք կազմակերպել։ Այս հեղինակավոր մրցաշարը ապացուցում է, որ մեծ տեսլական ու նվիրված աշխատանքը կարող են առողջարանային հանգստավայրը վերածել համաշխարհային սպորտի խոշոր կենտրոնի։